Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջույն եմ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Հակոբյան, առաջին հարցս հետևյալն է, ինչի հետ եք կապում վերջին շրջանի, մասնավորապես վերջին օրերի ձերբակալությունները։ Տեսեք, ձեր հարցին ես երկու պատասխան կտամ, այսինքն առաջի մասը դա վերաբերվում է հայ առաքելական եկեղեցուն եւ մենք դա մասին բազմաթիվ անգամ խոսել ենք եւ քանի որ հայ առաքելական եկեղեցին եզակի պահպանված ազգային հոգեվոր կառույցն է, ապա հասկանալի է, որ այն քաղաքականությունը եւ այն հայեցակարգը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանում իրացնել, իրական Հայաստանի հայեցակարգը, որի նպատակը հայկականության եւ հայության որպես գործոն վերացումն է տարածաշրջանից, այդտեղ շատ կարևոր է այդ բովանդակությունը եւ այդ արժեքները պահպանող այսօր եզակի ազգային կառույցին հարվածել այնպես, որ նա չկարողանա այլևս ոտքի կանգնել։ Ես վստահ եմ, որ դա չի ստացվի, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի եւ բազմաթիվ արհավիրքների միջով անցել եւ պահպանել է իր բովանդակությունը ազգային հոգեվոր, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն այդ իր ծրագիրը փորձում է կյանքի կոչել։ Հիմա այստեղ մի հատ կարևոր բան էլ կա եկեղեցու հետ կապված, որին ես անդրադարձել եմ։ Եթե ուշադիր եք, ես չեմ որևէ կերպ ուզում ասել, որ այն մեղադրանքները, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է տարբեր հոգեվորականների, օգտագործելով նաեւ այլ հոգեվորականների, որոնք փաստորեն լուր են, տեղեկատվություն են տալիս նրա մասին, թե բարձրաստիճան հիմնականում հոգեվորականները ինչ տարբեր մեղքեր են գործել ճակերտները, բայց այնուամենայնիվ այստեղ խիստ կարևոր է, որ բարձրաստիճան հոգեվորականը լինի անխոցելի, խոցելիությունը լինի նվազագույնը։ Եվ այդ իմաստով էապես տարբերվում է այն ինչ որ հիմա կատարվում, նրա հետ ինչ որ կատարվեց կամ շարունակվում է այդ գործընթացը Միքայել arczepiskopos Աջապյանի հետ։ Այսինքն Միքայել arczepiskopos Աջապյանը այն եզակին է այս ամեն ինչում, որը որևէ գործողության մեջ ներգրավված չի եղել։ Որևէ գործողության մեջ դա լինի քաղաքական գործունեություն, դա լինի որևէ շարժում, որևէ նա պարզապես իր դիրքորոշումն է պարբերաբար խորը ազգային հոգեվոր դիրքորոշումն է հայտնել իր դժգոհություններն է հայտնել եւ Աջապյանը որպես այդ իմաստով ամենաբարձր վարկանիշ ունեցող հոգեվորականներից մեկը, եթե ոչ ամենաբարձր վարկանիշ ունեցող հոգեվորականը, փաստորեն դատապարտվեց 2 տարվա խոսքի համար, ոչնչի համար, միայն խոսքի համար։ Հիմա այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ ասեցի, շարունակում է եւ նրա թիրախը եկեղեցին դարձնել իր համար հլու հնազանդ, նորից եմ կրկնում, հայ հավատավորների հայության եւ նվիրյալ հոգեվորականների ջանքերով կարծում եմ դա չի ստացվի։ Հիմա մյուս կողմը հարցի, որ դուք ասում եք ձերբակալություն է, որտեղ ձերբակալությունները մենակ հոգեվորականներին չի վերաբերում, կա ընդհանուր ձերբակալությունների շարան։ Բացի նրանից, որ ձերբակալությունները հանրության մեջ վախի մթնոլորտ սերմանելու նպատակ ունեն եւ հնարավոր դիմադրողականությունը նվազեցնելու կամ իսպառ վերացնելու, բայց այստեղ մի ուրիշ հարցեր կա։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս վարչակարգը իրեն բերած նախկին բոլոր վարչակարգից կամ իշխանական համակարգում 35 տարի գոյություն ունեցող բոլոր վարչակարգերից որոշակիորեն տարբերվում է հետևյալով։ Հիմնական տարբերությունը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի մեջ շատ ներդաշնակ սինթեզված են 3 հիմնական ուղղություններ եւ 3 հիմնական ուղղությունների ներկայացուցիչներ։ Մեկը դա ռուսական ուղղությունն է, մյուսը թուրք-ադրբեջանական ուղղությունն է, երրորդը գլոբալիստական ուղղությունն է։ Հիմա թուրք-ադրբեջանական ուղղության մեջ Նիկոլ Փաշինյանը եւ դա բոլորս հասկանում ենք եւ տեսանելի է, որևէ մրցակից կամ այլ ընտրանք Հայաստանում չունի։ Գլոբալիստական ուղղության մեջ հաճախ գլոբալիզմը բան են անում, խառնում են արևմուտքի, դա այդպես չի, որտեղ գլոբալիզմը ինքը արևմուտքում այսօր գլոբալիզմի դեմ այսօր արևմուտքում հենց ԱՄՆ-ից սկսած մինչև Եվրամիություն կյանքի եւ մահու պատերազմը վարում, պատերազմ բառից բուն իմաստով եւ մենք դրա դիտողներն ենք այսպես ասած եւ
աճ պահպանողական թևերը տարբեր երկրներում, սկսած նույն ԱՄՆ-ից վերջացած եվրոպական տարբեր երկրներից գլոբալիզմը փորձում են դուրս մղել, որտեղ գլոբալիզմը կործանում է արևմուտքը եւ այդ կործանումը ունի ծրագրային բովանդակություն, բայց հետգանքներից Հայաստան գլոբալիստական ուղղության մեջ էլ Նիկոլ Փաշինյանը մրցակից որպես այդպեսին չունի։ Գլոբալիզմից արևմուտք, որովհետև, ինչպես ասում եմ, Հայաստանում արևմուտքը ներկայացնողները հաճախ եւ հիմնականում գլոբալիստներ են։ Եվ այստեղ նույնպես Նիկոլ Փաշինյանը մրցակից չունի, ավելին այդ գլոբալիստական թևի ներկայացուցիչները հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի այս վարչակարգի եւ անձամբ իր մետաստազները հայ հասարակության մեջ, որ մնում է երրորդ ուղղությունը, ռուսական ուղղությունը։ Հիմա եթե մենք ռուսական ուղղությունը եւ ռուսական ուղղության ներկայացուցիչները, հիմա եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա ձերբակալություններում հաճախ կա այդ ենթատեքստը։ Նիկոլ Փաշինյանը ռուսական ուղղության մեջ ունի Հայաստանում մրցակիցներ։ Նիկոլ Փաշինյանը ռուսական ուղղության մեջ ունի եւ կարող է ունենալ այլընտրանք եւ ռուսական մետրոպոլիան, որը իմ կարծիքով եւ իմ խորին համոզմամբ շարունակում է ունենալ առավելագույն ազդեցություն հայկական քաղաքական կոչվող եւ հանրային տիրույթում, նա նաեւ այնտեղից տարբեր ազդակներով ռուսական ներկայացուցիչներին ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանի համար դարձնում են վտանգավոր իշխանությունը պահպանելու տեսակետից եւ ռուսական ուղղության իմաստով Նիկոլ Փաշինյանը այդ հարցը պարզ լուծում է բոլոր հնարավոր այլընտրանքները փորձում է դաշտից հանել, այսինքն որ այլընտրանք թուրք-ադրբեջանականում միայն ինքն է, գլոբալիստական գիծ ճակերտներում արևմուտք միայն ինքն է, ռուսականում էլ լինի միայն ինքը եւ այդ պարագայում իր վերարտադրվելը կամ ճակերտներն նորից վերընտրվել է 26 թվականին, դառնում է արդեն տեխնիկայի խնդիր ընդհանրապես։ Նենց որ ես կարծում եմ, այս ձերբակալությունները բովանդակային իմաստով եկեղեցու հարցը առանձին վերցած ունին նաև այդ նշանակությունը եւ այդ էությունը։ Ռուսաստանի հետ կապ ունեն այդ ձերբակալությունները։ Ես կարծում եմ, կապ ունեն հետեւյալ իմաստով, Ռուսաստանը իր ռուսական ազդեցության ներկայացուցիչներին բնականաբար որոշակի հույսեր կամ որոշակի հրահանգներ տալիս եւ պարբերաբար բարձրացող ճակերտներ նորից այդ ընդդիմադիր շարժումները, որոնք հիմնականում այդ բովանդակությունը ունեն, դրա դրսևորումն են եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանից զերծ մնալ։ Եվ դրանից զերծ մնալ այդ շարժումներից, այդ վտանգներից, այդ ռիսկերից։ Այսինքն Ռուսաստանը ռիսկեր է առաջացնում Փաշինյանի համար։ Այո, իհարկե, Ռուսաստանը Փաշինյանի ռեալ ռիսկեր։ Նույնքան էլ ռեալ չի, ինչպես եւ տեսնում եք, որովհետեւ Փաշինյանը այնուամենայնիվ էլի բազմաթիվ անգամ դրա մասին խոսել ենք, Ռուսաստանի ամենանվիրյալ եւ ամենահավատարիմ որպեսի նա իր ազատության աստիճանները սահմանափակի, որպեսի Փաշինյանը չկարողանա ցանկության պարագայում չկարողանա ռուսական շահի հաշվին որևէ այլ թվարկեցի ես արևմուտք դա կարող է Այսինքն այս ձերբակալությունները եթե ասում եք կարող են կապ ունենալ Ռուսաստանի հետ նորից եթե կարելի է ավելի ձեր կարծիքն է պարզ է որ դուք 100%-անոց ինֆորմացիա եթե ունեք դա ավելի հետաքրքիր կլինի ինֆորմացիա կա ընդհանրական որոշակի ինֆորմացիա կա նաև այն ինչ որ ենթատեքստերում արտահայտվում եւ նաեւ բնական է այդ ամենը վերլուծելով եւ այդ ամենը տեսնելով եւ հետեւողական նայելով թե Ռուսաստանը ինչպես է վարում իր արտաքին քաղաքականությունը իր ճակերտներում եւ ոչ ճակերտներում սատելիտներում դա տեսանելի է Այսինքն Փաշինյանը քաղաքական վտանգ է տեսել այն մարդկանց մեջ ում նա այսօր ընդ որում դա Փաշինյանի նախաձեռնությամբ է հա կատարվում այս ձերբակալությունները նա ասում է կարծեմ ես չգիտեի չգիտեմ այս դրա մասին մամուլից իմացա նրա մասին շատ լավ ասում են դե լավ Փաշինյան առաջին հարցը Փաշինյանը կապ ունի թե չէ այդ ձերբակալությունների հետ երկրորդ մեկուսացնում է իրեն պոտենցիալ վտանգ իրենցից Փաշինյանի հանդեպ պոտենցիալ վտանգ ներկայացնողներին քաղաքական վտանգ եւ գուցե կյանքին վտանգ չկա այդպես խնդիր ես նորից կրկնեմ իմ ասածը այսինքն այլ բառերով ասեմ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ քանի որ ես ինչպես եւ ասացի նա ունի ֆլյուգերային քաղաքականության մասնապես արտաքին քաղաքականության ֆլյուգերային մշակույթ մոտեցում նա որ կողմից քամին ուժեղ փչում է այդ կողմից պատտվում հիմա որ տեղից է քամին հիմա քամին Ռուսաստանից եղել է գերակա 30 տարի շարունական։ Նաև այն պահին, երբ որ Փաշինյանին
հանձնել են իշխանական համակարգի համատեքստում բնական է, որ Փաշինյանը եղել է հաստատված տեխնացու Ռուսաստանի կողմից, որտեղ Հայաստանում իշխանության փոխանցում մի վարչակարգից մյուսին չէր կարող Չնայած ցույց է տվել, որ չի սիրում Փաշինյանը։ Այդ բեմադրությունը այդ ամեն ինչը հասկանալի է, դա դրա վրա շարժի։ Փակագծերում պարզապես ճշտեցինք։ Բնական է, որ Փաշինյանը եկել է եւ իրացնելու են ծրագրերը, որը եւ հաստատություն են, այսինքն ի վերջո դա, ինչպես եւ ասեցի, երկու հիմնական խնդիր ունի իշխանական համակարգը 35 տարով եւ նրա բոլոր վարչակարգերը ներառյալ Փաշինյանը։ Դա հայկական հարցի փակումն է եւ իրենց իշխանության հարատևումն է։ Հայկական հարցի փակման համատեքստում սկսած Արցախի խնդրից եւ հետագա զարգացումներից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ մնացյալ այդ հարաբերությունների ճակերտները նորից կարգավորման այդ գործընթացից հասկանալի է որ Փաշինյանը շատ արդյունավետ է, բայց դրանով հանդերձ Փաշինյանը ֆլյուգերային է ինչի, որովհետեւ ռուսական քամին կամ ռուսական ուժը, նվազել է տեսանելի նվազել է ուկրաինական պատերազմի համատեքստում եւ Փաշինյանը տեսնելով որ երաշխիքները ռուսականի իր նկատմամբ որ ինքը հարատևել է որպես կառավարիչ նվազել է որովհետեւ այլ ուժերը ավելի մասնավորապես թուրք-ադրբեջանական կողմը շատ ավելի մեծ ազդեցություն է սկսել ձեռք բերել նա բնականաբար առավել եւս ունենալով իր մեջ ինչպես ասի իր բանի մեջ իր վարչակարգի մեջ նաեւ այդ ներկայացնեն այն կողմի վրա ավելի այս պահին ավելի ծանրացել հիմա դա տես չի որ ռուսները դրա այդ շատ հաշտ են ու համերաշխ իհարկե ռուս-թուրքական այդ բանի հաղորդակցող անոթների սկզբունքը գործում է Հայաստանում 300 տարի շարունակ իսկ դա ինչ է նշանակում որ եթե մի կողմը նվազում է զորությունը անցնում է մյուս կողմին այսինքն թուրքը թուլանում է ռուսն ուժեղանում ռուսը թուլանում է թուրքն ուժեղանում բայց այնուամենայնիվ դրանով հանդերձ չի որ ռուսը շատ գոհ է որ իր զորության նվազեցման հաշվին թուրքը ուժեղանում է թուրք-ադրբեջանցին ուժեղանում է եւ որպես հետևանք նա Փաշինյանի համար ստեղծում է ռիսկեր եւ այդ ռիսկերի ձևաչափը կարող է լինել եւ հիմնականում դա այդպես է լինում որ ցույց է տալիս որ տես ես թուլանալով հանդերձ աշխարհակաղակական համատեքստում Հայաստանում դեռևս բավականաչափ պինդ կանգնած եմ եւ Հայաստանում ունեմ բազմաթիվ հետևորդներ եւ բազմաթիվ ինձ ենթակա ներկայացուցիչներ եւ Փաշինյանը փակում է ներողություն այդ ձևակերպման համար մեկուսացնում է այդ ռիսկերի փորձում է այդ ռիսկերը չեզոքացնել փոխկապակցվածություն այնուամենայնիվ դուք տեսնում եք անպայման փորձում է այդ ռիսկերը չեզոքացնել նվազեցնել առնվազն եւ միաժամանակ եւ այս վերջի ընթացքում վերջի ժամանակահատվածում դա նորից տեսանել է եւ միաժամանակ փորձում է այն անհարթությունները որ կա Ռուսաստանի հետ որը շարունակում է մնալ հիմնական մետրոպոլիան Հայաստանի համար եւ անձամբ Փաշինյանի համար փորձում է այդ անհարթությունները հարթել դրա ամենաակնառու դրսևորումներից մեկը եղավ այն մենք դրա մասին էլի խոսել ենք որ ՄԱԿ-ի գագաթաժողովի գլխավոր ասամբլեայի ժամանակ որ ամբողջ աշխարհը գնացել էր Նյու Յորք եւ այնտեղ հանդես էր գալիս տարբեր տեսակետներից եւ տարբեր խնդիրներ էին փորձում լուծել Փաշինյանը գնաց Մոսկվա Նյու Յորքի փոխարեն գնաց Մոսկվա ինչ որ էներգետիկ միջուկային ինչ որ բանի բայց գնաց Մոսկվա Պուտինի հետ հանդիպման գնաց Մոսկվա Պուտինի հետ հանդիպում իմ կարծիքով որոշակի հարցերի համահարթում կամ ընդհանրություն կտան եւ դրանից հետո Փաշինյանը գնաց Նյու Յորք եւ Նյու Յորքի իր ելույթում շատ կարեւոր իմ կարծիքով հայտարարություն արեց ասեց որ մեր տարածաշրջանի լավագույն ձևաչափը կառավարման դա 3+3-ն է 3+3-ը որտեղ փաստացի թուրք-ադրբեջանական եւ Ռուսաստանի էլի այդ իմ ասած հաղորդացվող անոթների շրջանակումը Փաշինյանը տեսնում եւ հայտնում դրան ամենաբարձր ամբիոնից ՄԱԿ-ի ամբիոնից տեսնում Հայաստանի հետագա զարգացման համակարգումը եթե չասեն վերահսկում են հիմա դա եւ այդ ձերբակալություններն էլ այդ Պուտինի հետ հանդիպումից հետո են տեղի ունենում ոչ միայն բայց Դուշանբեում եւ Դուշանբեում հանդիպումներ եղան միջև այդ դրանք պարզապես համընկան թե դա ինչ որ ես կարծում եմ համընկման կարա համընկում էլ լինի բայց այդքան համընկում չի որովհետեւ սա խոսքը գնում է հետեւյալ հարցի շուրջ կարևորագույն հարցի շուրջ նույն տարածաշրջանային Հայաստանի եւ ռուս թուրք ադրբեջանցիների համար հարցը գնում է հետեւյալը արդյոք հարավային Կովկաս կոչված տարածաշրջանում նրանք շարունակելու են լինել վերահսկող, որովհետև իրենք արդեն ոչ թե Փաշինյանից, որտեղ Փաշինյանը այդտեղ դերակատարում չունի, իրենք արդեն այդ վերահսկման հետ կապված ունեն խնդիրներ, մասնավորապես ամերիկյան
ընդհանուր առմամբ արևմտյան, բայց հիմնականում ամերիկյան հայտը ներկա լինելու եւ վերահսկելու տարածաշրջանը։ Հիմա այստեղ մի բան էլ ասեմ, էլի կարծում եմ կարևորը։ Տեսեք, դա sense բանա ոնց որ թե առաջնային լուրջ չի կամ առաջնային տեղեկատվություն չի, բայց արձագանքը շատ հետաքրքիր է։ Երեք, եթե չեմ սխալվում, Արադ Միրզյանը հարցազրույց է տվել Deutsche Welle-ին, հա, գերմանական հայտնի այդ մեդիա խմբին եւ այդտեղ երբ որ Թրամփի ուղի մասին խոսք է եղել եւ Deutsche Welle-ի զրույցը Լրագրողը հարց է տվել, թե ինչպես է կառավարումը լինելու, նա նկարագրել ինչ-որ գիտենք բոլորս, շատ չկրկնեմ, որ կա այդ Թրամփի ուղին, այդտեղ լինելու է կոնսորցիում հայ-ամերիկյան եւ այդ կոնսորցիումը վարձակալելու է համաձայնությամբ երրորդ կողմ, որը այդ ամեն ինչը իրականացնելու է գետնի վրա այդ ծրագիրը կյանքի կոչելու։ Այդտեղ հարց տրվեց, ասեց, իսկ կան երկրներ որոնք չեն կարող լինել այդ երրորդ կողմը, այսինքն չեն կարող ընտրվել։ Նա ասեց, այո, ասեց օրինակ Ռուսաստանը, հարց տվողը ասեց, օրինակ Ռուսաստանը, սա միանգամից Արադ Միրզյանը ասեց, իսկ ինչու Ռուսաստանը չի կարող որ։ Այսինքն ես չեմ ասում դա այդպես կլինի, բայց արձագանքը ձևը եւ այդքան դերասանական չէր։ Այսինքն կարող է քննարկվում այսօր, եւ հիմա մենք դրան կարող դառնանք Պուտին Թրամփ այդ վերջին հեռախոսազանգի համատեքստում կարող է այսօր քննարկվում է, որ եթե Ուկրաինայում հնարավոր լինի հասնել որոշակի արդյունքների, այսինքն դադարեցնել պատերազմը, ինչ ձևաչափում այդ առանձին քննարկման խնդիրը, ապա Ռուսաստանը մի քանի խնդրանք հորդորը ունենում ամերիկացիներից, Թրամփից անձամբ, եւ դրանցից մեկը եւ ես կարծում եմ միարժեք դրանցից մեկը կարող լինի հենց դա, որ լավ այդ ուղին դու ես վերահսկում, բայց ինձ միանգամից դուրս մի մղի այնտեղից, ինձ Ռուսաստանից, ինձ Պուտինից, ոնց որ դուրս մղեցիր փաստացի մերձավոր արևելքում։ Շնորհակալություն, շարունակում ենք թեման, պարզապես այստեղ մի հարց ինձ համար պարզ չեղավ, դուք arczepiskopos Աջապահյանի մասին սկզբից խոսեցիք, դուք անջատում եք Աջապահյանի գործը այդ վերջին այս ձերբակալությունից, որը որոշ չափով համարում եք, որ Ռուսաստանի հետ կապ ունեն։ Աջապահյանին դուրս եք։ Ես այդպես ասացի, ես ասացի Աջապահյանը ինքը որևէ գործողությունների, այսինքն քաղաքական գործողությունների մասնակից չի եղել։ Ինչու են ձերբակալել։ Դուք ասեք խոսքի համար, բայց էլի հարց եմ տալիս, ինչու։ Որովհետև Աջապահյանը այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող եկեղեցական հոգևոր հայրերից մեկն է, եթե ոչ հենց ամենաբարձր։ Բայց քաղաքական վտանգ է ներկայացնում։ Բայց քաղաքական, ազգային հոգևոր։ Իրեն մեղադրում են, որ հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի։ Ինքը քաղաքականությամբ չի զբաղվել, իրան դրանում չեն մեղադրում։ Իրան մեղադրում են նրանում, որ ինքը խոսք է ասել, եւ այդ խոսքը ասել է 4 տարի առաջ, եւ այդ խոսքը չի ասել չի օրինակ չի նստել, խոսքը վերաբերում է նախկին նախագահներին, ինքը չի ասել անձամբ Քոչյանին, ինքը չի ասել անձամբ Սերժին, ինքը խոսք ասել, հանրային խոսք ասել, որ այս վիճակը պետք է փոխվի։ Իմ հարցս հետեւյալն էր, Աջապահյանի գործը եւս Ռուսաստանի հետ ինչ որ կապ ունի։ Աջապահյանի գործը կապ ունի ազգային հոգևոր իր կերտվածքի եւ այն ներուժի հետ, որ Աջապահյանը ունի, որ իր շուրջը ազգային եւ ազգայնական ուժերը կարող են համախմբվեն։ Աջապահյանը իրական վտանգ է ոչ միայն Փաշինյանի համար, այլ Հայաստանը տիրող 35 տարի տիրող իշխանական համակարգի համար բոլոր իր դրսևորումները, որովհետև իշխանական համակարգը կրկնեմ ապազգայինա, հակապետականա, կորպորատիվա, օտարի շահեր սպասարկողը եւ հակահայա։ Աջապահյանը իր ամբողջ գործունեությամբ եւ իր էությամբ այդ ամենի դեմ է։ Նա օտարի սպասարկու չի, որևէ ձևի, որևէ օտարի։ Նա ապազգային չի, խորը ազգային է, նա հոգեվոր է եւ իր այդ էությունը միաբանման ներուժ ունի, որը համակարգի համար մասնապես այս վարչակարգ Փաշինյանը լուրջ վտանգ է ներկայացնում։ Քաղաքական օպոնենտ։ Ոչ քաղաքական օպոնենտ։ Ես հատուկ եմ հարցնում, որպես դուք բացեք այդ թեման։ Ոչ քաղաքական, ասեցի ես, ազգային հոգևոր օպոնենտ։
շարունակում ենք Ռուսաստան, Հայաստան, փոխկապակցվածություն կամ կախվածություն, Փաշինյանի կախվածություն եւ այլն այդ թեման, նոր կախվածություն Ալիևը Պուտին։ Դե տեսանք Դուշանբեում իրեն գրկախառնվեցին, դրանից առաջ ծանր հարաբերություններ էին անհասկանալի եւ պարզվեց ինչ որ բան պարզվեց այս 2 օրը, երբ Դուշանբեից հետո Ալիևը եւս իր մոտ եւս ձերբակալություն տեղի ունեցավ եւ լրատվամիջոցները ադրբեջանական հայտնեցին, որ Դուշանբեում Պուտինի հետ հանդիպումից հետո պարզ եղավ, որ Ալիևի դեմ մահափորձ էր պատրաստվում եւ Ռուսաստանը կարծես թե հանձնեց այդ դավադիրին, որին եւ ձերբակալեց եւ Ալիևի դեմ մահափորձ իրականացնելու փորձը կանխեց, այսինքն Ռուսաստանը փրկեց Ալիևի կյանքը։ Ընդ որում հետաքրքիր նրբություն այդ մահափորձ կատարողները ըստ մամուլի ներկայացնում էին իրենց ծրագիրը եւ համաձայնեցնում էին Ռուսաստանում ինչ-ինչ ուժերի հետ։ Եվ այսպես Պուտինը փրկեց Ալիևի կյանքը։ Ալիևը պարտական է Պուտինին։ Դրանից հետո ներողություն հարցս դեռ երևի գուցե երկարում է, բայց տրամաբանությունն եմ ուզում հարցիս մինչև վերջ հասցնել եւ անմիջապես զուգահեռաբար Ռուսաստանից եղավ նորից առաջարկ վերջնական ստորագրումը Ադրբեջան եւ Հայաստան խաղաղ պայմանագրի կատարել, ստորագրել Ռուսաստանյան հարթակում հիշեցնելով եռակողմ հայտարարությունները նրանց հիշեցումը ամեն մի հիշեցումը պարզ է դարձնում մեզ ինչի մասին է ակնարկը 9-րդ կետի մասին է ակնարկը Սյունիքի միջանցքում ռուս FSB-ի ներկայությունն է եւ այսպես դուք ասում եք Փաշինյանը հիշեցնում է 3 գումարած 3 Փաշինյանը կախվածություն ունի Ռուսաստանից հիմա էլ Ալիևը կյանքով է պարտական Պուտինին կգնան Ռուսաստանի հարթակ Ալիևը եւ Փաշինյանը ստորագրելու եթե այո ինչ հետևանքներ դա կունենա Թրամփի ուղի կոչված ծրագրի համար նախագծի համար ամենասկզբից ասեմ որ Պուտինը Ալիևի կյանքը չի փրկել այսինքն տենց բան չկա որովհետեւ եթե խոսքը գնում է այդ մահափորձ կոչեցյալի վերաբերյալ եւ խոսքը գնում է որ այդ այսինքն մենք հիմա հենվում ենք լուրերի վրա մենք ունենք երկու փաստ Պուտին-Ալիև հարաբերությունները Պուտին-Ալիև հարաբերությունները ճակերտներում որտեղ դա այդքան արագ եւ այդպես չի լինում բարի դրացական հարաբերությունների վերականգնում մենք ունենք մյուս փաստը որ Պուտինը փաստացի ընդունեց այն իրողությունը որ այդ ինքնաթիռը որին խփել են որը առիթ եղավ Ալիև Ադրբեջան-Ռուսաստան Ալիև-Պուտին հարաբերությունների փչացման այդ ինքնաթիռը խփել են իրենք Դե Պուտինը դա մերժում բայց ներկայացվում է հիմա որ դա ինքնաթիռի խոցումը դա այդ մահափորձի ծրագրի մաս է ավարտեմ որովհետև ես այդպես ներկայացրեց Ռուսաստանը Դե գալիս եմ դրան այսինքն Պուտինը Ալիևի կյանքը չի փրկել հենց դա եմ ասել բերել դրան այսինքն այդ ինքն ընդունեց Պուտինը ամբողջ աշխարհի արչև նա փաստացի Ալիևի ճնշման արչև ընկրկեց որովհետև Ռուսաստանի նույնիսկ եմ կրկնում կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից շատ մեծ ահռելի մեծ է այսօր որովհետև Ռուսաստանը այդ ուղղությամբ միայն հնարավորություն ունի իր վառելիքը ընդհանուր առմամբ վաճառելու եւ որոշակի միջոցներ ձեռք բերելու պատերազմը շարունակելու համար դեպի Եվրոպայից նկատի ունեմ հիմա Այսինքն ընդունես փաստը ասես կոմպենսացիա կտամ եւ այլն դրանից հետո այ եղավ այն ամեն ինչի մասին դուք ասեցիք Մեղդիևի ձերբակալությունը Մեղդիևը 95 թվականից եթե չեմ սխալվում 94 մինչև 2019 թվականը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար փաստացի Հեյդար Ալիևի ժամանակը եւ նա եղել է բանի Հեյդար Ալիևի ընկերը մտերիմը չգիտեմ գաղափարակիցը ի վերջո եւ շարունակել է իր գործունեությունը Որդի Ալիևի, Իլհամ Ալիևի օրոք եւ փաստացի եղել է շատ ազդեցիկ հասկանալի պատճառներով նաեւ երբ որ անցել է թոշակի գնացել է եւ ղեկավարել է ադրբեջանական ակադեմիան այսինքն նա հասկանալի է որ ակադեմիկոս է երևի նախագահ ակադեմիայի աշխատել հիմա Պուտինը Ալիևին չի փրկե պարզ պատճառով որովհետեւ եթե ելնում ենք այն լուրերից որը շրջանառվում են այդ հարվածը պետք է լիներ Ալիևի ինքնաթիռին այսինքն հարվածը եղել է Եվ այդ հարվածը պետք է լիներ Ալիևի ինքնաթիռին, որտեղ Ալիևի ինքնաթիռը այդ կողմերում է եղել եւ ձախողել են
մահափորձը։ Հիմա դա արդյոք այտենց է թե տենց չի, ես չգիտեմ, եւ դա այս պահին հայտնի չէ, ոչ ոք չի կարող բացի համապատասխան ուղիղ եւ հստակ ինֆորմացիա ունեցող մարդկանցից դա Պուտինն ու Ալիևն են ենթադրաբար եւ եւս մի քանի հոգի հստակ ասել, բայց համենայն դեպս պատկերը տենց են նկարվում։ Հիմա մյուս բանը էլի շատ կարեւոր։ Եթե ենթադրենք այդ մահափորձի ծրագիրը եղել է, դա ինքնաթիռին են ուզել խփել, թե որևէ այլ կերպ են ուզել անել եւ այդ մահափորձի չէ, իշխանության զավթման այդ ծրագիրը ունեցել է ռուսական հովանավորություն։ Եվ դա բաց տեքստով բոլոր կողմերը ասում են։ Հիմա ինչ է կարծում, Ռուսաստանը այն երկիրն է, որ տենց ծրագիր կարա լինի Ադրբեջանում իշխանության զավթման եւ դրա մասին Պուտինը չիմանա։ Պարզա որ իմացել է։ Պարզա որ հասկանալի պատճառներով հիմա չգիտեմ ինչքանով է ինքը բան արել, անմիջական համակարգում արել։ Պարզա իմացել է, պարզա այդ ծրագիրը եթե փորձել են իրականացնել Պուտինի հավանությամբ է եղել եւ այստեղ հարց առաջանում։ Արդյոք Ալիևը դրա մասին չի իմացել, երբ որ նա ինքնաթիռի բանի կործանման համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզեց փաստորեն։ Գնաց կոշտ բանի, անգամ թշնամական հարաբերությունների ձևավորման։ Վստահ լինելով, որ ինքը կարող է դա անել, որ Ռուսաստանն է վերջում ընկրկելու, որը եւ եղավ։ Եվ հերթական անգամ մեր հարգարժան ռուսամետ, ռուսամոլ, չգիտեմ, ռուսի մեծ երկրպագուներին հայտնում եմ, որ ռուսները հերթական անգամ եւ առաջի անգամ չի դա հանձնում են իրանց հետ համագործակցող, իրանց գործակալ լինի, իրանց շահառու լինի, իրանց հետ համագործակցող լինի, հանձնում են որպես մանրադեմ եւ Պուտինը հանձնեց Մեղձիևին։ Հանձնեց այն Մեղձիևին, որի միջոցով ինքը ուզում էր Ալիևին Իմ հարցս էր դրանով իսկ Ալիևը պարտական դարձավ Պուտինին։ Բացարձակ։ Ինչու՞։ Որովհետև ինչ արել Պուտինը, որ պարտական, ինչ Ալիևը ձեր կարծիքով կարող է Պուտինը երկու Պուտինի հետ հանդիպումից հետո Մեղդիևին ձերբակալեց։ Եթե նա դրանից առաջ ձերբակալել եւ ասել, որ ես բացահայտել եմ։ Երկու հավելյալ բան ասել է, որը Լավ, մի խոսքով ոչ, ասում եք դուք եւ դա չի նշանակում, որ Ալիևը գնալու է իմ հարցս ճիշտ ասած ավելի շատ կախված է այդ ստորագրությունից։ Արդյոք դա կարող է բերել հանգեցնել նրան, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչեւ այս Հունգարիայում հանդիպումը Թրամփի հետ, ну լավ, ժամանակը ես չեմ ուզում մատնանշեմ, չնայած դա էլ հետաքրքիր վարկած է, գնան եւ ռուսաստանյան հարթակում, ռուսաստանյան պայմաններով ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը։ Ստորագրության պահին ես կանադառնամ, դուք մի քանի անգամ նույն հարցը տալիս եք, ես այդ հարցին նորից պատասխանեմ, որտեղ դա իմ կարծիքով կարևոր է։ Ալիևը պարտական չի Պուտինին, ավելին։ Նույնիսկ եմ ասում, այդ խոսակցության ընթացքում կարող է, ես չգիտեմ, բնականաբար այս ամեն ինչը ենթադրությունների դաշտից է, բայց կարող է Ալիևը ասել, ես գիտեմ, որ դու sense բան ես նախատեսել։ Եվ նա էլ ասել է, հա գիտեմ, որ գիտես, դրա համար ես ինչ որ եղավ, հիմա ես քեզ հավելյալ բաներ կտամ, մանրամասներ կտամ, որ դու կարողանաս քո մոտ այդ բանը, այդ վտանգը ընդհանրապես քոքահան անես եւ ենթադրապ օրինակ անուններ ատվել այդ թվում Մեղձիևի։ Ենթադրենք սա կարա լինի այտենց, բայց դա Ալիևին չի դարձնում պարտական։ Պուտինն է շարունակ պարտական Ալիևին եւ Էրդողանին տվյալ դեպքում, որ իր հետ հարաբերությունները վերականգնում են։ Պուտինն է պարտական, Պուտինը այսօր ամբողջ աշխարհին պարտական է։ Խնդրում է ամբողջ աշխարհից, որ իրան վերջնական ոչնչացման իր ռեժիմի մասին է խոսքը, ոչնչացման չբերեն։ Պուտինը մի տեղ կա, որտեղ պարտական չի, աշխարհում մի տեղ կա, որտեղ Պուտինին են պարտական զգում իրանց։ Դա Հայաստանն է։ Ի դժբախտություն մեր բոլորի։ Դա Հայաստանն է։ Ինչո՞վ է Հայաստանը պարտական։ Ամեն ինչով իր գոյությամբ, որովհետև եթե մեծ են Պուտինը, մեծ են Ռուսաստանը չլինի, թուրք-ադրբեջանցին վաղուց մեզ կերել են։ Փաստացին եք ասում, թե ենթադրյալ։ Չէ, ես ասում եմ այն տրամադրությունները, որ Հայաստանում կան։ Տրամադրությունը մի կողմ դրած, դուք ասում եք կա մենակ մեկ երկիր, որը որտեղ Պուտինի նկատմամբ պարտական են իրանց զգում։ Դա հայ ուրիշ բան է, պարտական է ուրիշ բան։ Եվ իշխանությունները, եւ ընդհանուր առմամբ փաստացի պարտական է Հայաստանը Ռուսաստանը։ Հայաստանը փաստացի Ռուսաստանի գործունեությունները 300 տարվա պետքա ճշգրիտ գնահատել եւ ես կարծում եմ որ Հայաստանում իրական ազգայնական իշխանություններ կլինեն եւ արմատական փոփոխություն կլինի այդ գնահատումը լյուստրացիոն գնահատումը կլինի եւ ցույց կտրվի որ բոլոր անխտիր կորուստները որ Հայաստանը հայկական կողմը
հայությունը ունեցել է 300 տարվա կատարվածով այդ բոլոր կորուստներում հենքային դերակատարում ունեցել են ռուսները թուրքերի հետ միասին կամ թուրքերը ռուսների հետ միասին Այսինքն Հայաստանը պարտական ոչ չէ միայն պարտական չէ այլ բայց դուք ասեք պարտական է ես ասի պարտական են զգում տրամադրությունները Շնորհակալ եմ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ մնացեք մեզ հետ շարունակելու ենք զրույցը պարոն Հակոբյանի հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Ասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, տեղ ունեցավ Թրամփի հեռախոսը պետք է տեղի ունենար ուրբաթ օրը Զելենսկու հետ հանդիպումը Թրամփի եւ խոսում էին այն մասին, որ Թրամփը դրանից առաջ խոսում էր, որ քննարկվում է տոմագավքների հանձնում Ուկրաինային, խոսվում է լրացուցիչ պատժամիջոցների մասին հնարավոր Ռուսաստանի եւ Պուտինին հաջողվեց օր առաջ այդ հանդիպումից օր առաջ հեռախոսազրույց ունենալ Թրամփի հետ, որից հետո Թրամփը ասաց, որ տոմագավքները իրենց էլ են պետք պատժամիջոցների համարել մտածում է, որ նպատակահարմար չէ։ Այսինքն հաղթեց Պուտինը։ Իհարկե ոչ, Թրամփը ասել է հետեւյալը, ինչ որ դուք ասացիք, կապված որ մեզ էլ պետք է այո ասել է, որ պետքա խնդիրը տոմահավքները չեն, խնդիրը զինելը չի Ուկրաինայի, չնայած ուկրաինացիք եւ եվրոպացի կանանց դա են պնդում, այլ խնդիրը այնա, որ պետքա լինի խաղաղություն։ Հիմա զենքերի մասին եկեք չխոսանք, այլ խոսենք խաղաղության մասին եւ դրա հնարավորությունների մասին։ Թրամփի հիմնական գաղափարը դա էր։ Ավելին, երբ որ Զելենսկին եղել է ԱՄՆ-ում, այս այցելության ժամանակ նա երկու
գործարան, ռազմական գործարանները այցելել, մեկը հրթիռների, մեկը նույն տոմահավքների, եւ այնտեղ հնարավորություններ են քննարկվել համատեղ արտադրություն ձևավորելու։ Ավելին ասեմ, երբ որ Թրամփը բանի հարց ու պատասխանի ժամանակ Զելենսկու ներկայությամբ խոսեցին նրա մասին, թե տոմահավքները ԱՄՆ-ին էլ են պետք եւ այլն, Զելենսկին ասաց, որ մենք ունենք հատուկ տիպի բաներ, անօթաչու սարքեր, եւ մենք կարանք փոխանակում անենք։ Այդ հատուկ տիպի անօթաչու սարքերը, որոնք Ամերիկային էլ են պետք, մենք կարող ենք տալ, դրա դիմաց ստանանք այն տոմահավքները, որը Ամերիկան բան անում, ասում է, որ իրանց էլ անհրաժեշտ, եւ ուղիղ հարց տրվեց այդ ժամանակ Թրամփին, արդյոք դա տենց ասեց, հա։ Պես որ այդպես չի, հիմա իսկ ինչպես է։ Ինչպես է հետևյալն է, որ Թրամփը ունի այդ բանակցային քաղաքականությունը։ Քաղաքականությունը հետևյալն է, որ ճնշում է գործադրում բանակցող մյուս կողմի վրա, տվյալ դեպքում Ռուսաստանն արդեն, եւ վտանգներն է ուրվագծում։ Այսինքն Թոմահավքի հանձնումը Ուկրաինացին դա լրջագույն վտանգ է Ռուսաստանի համար, որ Ռուսաստանը վերջնականապես կարող է զրկվի իր էներգետիկ, այսպես ասած, ենթակառուցվածքներ, որտեղ հեռակա հարվածներ, Թոմահավքի եւ ավելի ճշգրիտ հարվածներ արդեն մոտ տարբեր թվեր են ասում, մինչև 40% ասում են այդ ենթակառուցվածքային պաուստային ֆոնդի Ռուսաստանի էներգետիկ ոչնչացրել են ուկրաինացիք դրոններով եւ տարբեր հրթիռներով, Թոմահավքի պարագայում այդ թիվը դառնալու էր շատ մեծ։ Դուք անցյալով եք ասում դառնալու էր, այսինքն տոմահավքները տրամադրվելու է թե ոչ։ Չգիտեմ, դա կախված է այն բաներից, այն բանակցություններից, որ կլինի Հունգարիայում։ Դա ուղիղ ածանցյալ է, այսինքն չկա այդպես բան, որ այսօր կարելի է հստակ ասել, որ մատակարարումները տոմահավքի մասնավորապես եւ այլ մատակարարումները Ուկրաինային ինչ ծավալներով եւ ինչ բովանդակությամբ շարունակվել է։ Դա կախված է բանակցություններից, որը վարելու են Բուդապեշտում եւ եթե Պուտինը հերթագիր նորից Թրամփին այդ հարցն էլ տրվեց, ասվեց արդյոք չեք կարծում, որ Պուտինը այդ բանակցություններին ձեր հետ գնում է, որպեսզի ժամանակ շահի, Թրամփը ասեց հնարավոր է, բայց ասեց ես այնպես խաղերի մեջ եմ եղել նմանատիպ մարդկանց հետ, որ դա այդ վտանգը ես չեմ տեսնում, ինքը կարողանա դա անել։ Հիմա, այսինքն Բուդապեշտի ընտրություններն այդ իմաստով հատկանշական է, որովհետև Օրբանը հայտնի պուտինիստ է եւ հայտնի Էրդողանիստ է, ասենց ասենք, այսինքն այդ ռուս-թուրքական բանումը վերջին կորուլտայում, որը տեղի ունեցավ Գաբալայում, Էրդողան թուրքական պետությունների համաժողովում Էրդողանը Օրբանը այնտեղ ներկա էր, բայց բանը Թրամփը Օրբանին վերաբերվում է համենայնպես արտահայտվում է խիստ դրական, նույնիսկ Շարմ ալ-Շեյխում դա արտահայտեց։ Հիմա այստեղ մյուս կարևոր բանը, այդ հասկանալի է դառնում, որ Օրբանի Հունգարիայում մյուս հանդիպման հնարավորությունը միջև Թրամփ-Պուտին վերջի հեռախոսազանգը քննարկվել էր։ Դա հասկանալի դարձավ, որովհետև Թրամփի վերաբերմունքը Օրբանին այդ տեսակետից խիստ արտահայտված եւ մյուս հետագա զարգացումների դեպքեր դա ցույց են տալիս։ Հիմա մյուս կարևոր բանը Բանին Ռուբիոին եւ Լավրովին հանձնարարականատրված այդ հանդիպումը նախապատրաստելու եւ այստեղ եթե նորից եմ կրկնում դա Հայաստանի հետ է կապված եթե ռուսները Ուկրաինայում ճնշման ներքո, սա ճնշման արդյունք է։ Այսինքն Թրամփը վտանգները ցույց տվեց հերթական անգամ եւ այդ վտանգների ներքո Պուտինը համաձայնվեց գնալ հանդիպման, որտեղ ենթադրաբար զիջումներ դինին, որը ասում է Թրամփը, ռուսները դա չեն ասում։ Հիմա եթե Պուտինը գնում է զիջումների, հասկանալի է եւ համաձայնվում է առնվազն զինադադարի, այսինքն համաձայնվում է, որ Ուկրաինում այն ծրագիրը հիշենք դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, Ուկրաինայի գրավում ընդհանուր ռեժիմի փոփոխություն։ Նա պարտվեց, այսինքն դա դրա ճանաչումն է լինելու։ Ապա դրա փոխարեն նա ինչ-որ բաներ ենթադրում են Թրամփից ուզելա, որը Թրամփը ենթադրում է նորից ոնց վերևից ներքև կարող է թող։ Դրա մեջ կարա լինի նաև Հայաստանում ռուսների ազդեցության շարունակությունը որոշակի վերահսկողության ներքո, արևմտյան, ամերիկյան վերահսկողության ներքո։ Դա Փաշինյանի վարչակարգ, չգիտեմ, այլ վարդրանց հետ որևէ կապ չունի։ Այդ հարցերը լուծվում է
այլ հարթության մեջ, այլ մակարդակում եւ Փաշինյանն ասել են, սա սենց է լինելու նավեր, նայել ասել է, իհարկե, ինչ խնդիր է, որ խնդիր չունեմ։ Հիմա ուկրաինացիների մոտեցումը Զելենսկին եւ Թրամփի հետ հանդիպման ժամանակ եւ հետո առանձին հարցազրույց չէր, բանալից մամլա ասուլիս տվեց։ Զելենսկին հետեւյալ վիճակում նա հիմնական խնդիրը տարածքների խնդիրն է։ Զելենսկին ասում է դա շատ բան խնդիր է, շատ զգալի խնդիր է, մենք այդ խնդիրը չենք կարող միանգամից լուծել, դա քննարկելու հարցը ինչ ձևի, ինչ ձևաչափում, ինչ պայմաններով, ինչքան ժամանակով, որ տարածքները եւ այլն։ Եվ ուկրաինացիների դիրքորոշումը, որը նույն եվրոպացիների դիրքորոշումն է, պետք է լինի զինադադար, չի կարող խաղաղություն լինի միանգամից։ Հիմա այդ ամբողջ այդ փաթեթը, հա, քննարկվելու է Բուդապեշտում 2 շաբաթվա կտրվածքով, ոնց որ ասեց Թրամփը, եւ մի բան էլ ասեց, այդտեղ այդքան պարզ չեղավ։ Դե հարց տրվեց, թե Զելենսկին դրան մասնակցելու է, թե չէ։ Նա դրան պատասխանեց հետեւյալ կերպ, որ այնտեղ կա անձնական թշնամանք Պուտինի եւ Զելենսկի միջեւ, այդ անձնական թշնամանքը հնարավոր չէ այս բանին հաղթահարել։ Հայաստանը բերեց օրինակ, իմիջիալից Հայաստան անունը վերջապես Արմենիա ասեց, այն բանը, որ բայց այնտեղ էլ տենց բան կար, բայց այդ համատեքստում, բայց տեսեք հարթվեց, Փաշինյան Ալիև անունները չտալով։ Ստե կատարելություն եւ արդյունավետ կարա չլինի, եթե 3-ով մի սենյակում լինենք։ Եվ ասեց, որ այդ ընթացքում ինքը Զելենսկու հետ կապի մեջ է լինելու։ Հիմա դեռ պարզ չեղավ հերրախոսային կապի մեջ է լինում, թե Զելենսկին էլ է այնտեղ լինելու ուրիշ սենյակում օրինակ։ Դա այդքան հասկանալի չեղավ, բայց դա լավ ոնց որ թե տարբերակ։ Հիմա կտեսնենք, եթե ռուսական կողմը գնում է զիջումների մյուս բանը, մյուս մահակը, որ ռուսների վրա օգտագործեցին ամերիկացին, մասնավորապես նույն Թրամփը, դա Հնդկաստանն էր։ Հիմա մի քանի անգամ Թրամփը, ամերիկյան պաշտոնյաները մի քանի անգամ այդ թվում այս 3 ասեց հետևյալը, որ հնդիկները պարտավորվել են այլևս վառելիք Ռուսաստանից չգնել։ Այսինքն հնդիկները պարտավորվում են, դա նշանակում է Ռուսաստանը լրջա, որտեղ 36%-ը, եթե չեմ սխալվում, վաճառքի Հնդկաստանի վրա էր։ Դա շատ մեծ թիվ է։ Այսինքն ռուսները Պուտինը հերթական բանից ֆինանսական միջոցից եւ այլ նաեւ աշխարհաքաղաքական աջակցությունից է զրկվում։ Ինչ պետք է անի Պուտինը։ Պուտինը անելիք չունի բացի հանձնվելուց։ Հիմա եթե Թրամփը դավադրապաշտություն չգնանք, իրականում առանց դավադրապաշտական բաների, որտեղ փաստացի միջև այսօր Թրամփը Ռուսաստանի համար վտանգավոր բացի խոսքից քայլ չի արել։ Նա հաջորդական քայլեր անում, մասնավորապես վերջինը դա մերձավոր արևելքի այդ գագաթաժողովին Ռուսաստանին տեղ չտալը։ Այնքան որ լավրող խեղճացած արաբական լիգայի լրագրողների էր կանչել, որ ասել մենք հլկանք էլի, հլը մեզ մի ջնջեք։ Հիմա այդ քաղաքականությունը բանակցային այդ տեխնիկան օգտագործել, Թրամփը ինչ որ հաջողություններ հասնում է։ Շանտաժի տեխնիկա եք ուզում ասել, Թոմահավքը մի ճնշումներ եւ նավթը Հնդկաստանի չգնելը երկրորդ էր։ Հնդկաստանը կարծես թե հերքել է ասել է, ես տենց բան չեմ ասել, որ չեմ գնելու, Թոմահավքն էլ դեռ հարցականի տակ է, մինչ հանդիպումը Թրամփի եւ Պուտինի։ Դուք համարում եք դա պարզապես արկախ պահվում է, Դամոկլյան սուրի նման, որ եթե բանակցություններում ոնց որ Հնդկաստանի վրա ճնշում կգործադրվի, որ իսկապես նավթ չգնվի։ Ես կարծում եմ, որովհետեւ եւ Թոմահավքների հարցը դեռ կարծում եք արկախ է, դեռ որոշված չէ։ Հնդկաստանի կողմից ձեր ասած հայտարարությունները եղել է, բայց դա չի եղել ամենաբարձր մակարդակով, այսինքն մոդի մակարդակով կամ պահվում է, որ կարող է եւ լինել, կարող է եւ չլինելի մակարդակով։ Ես կարծում եմ այդ պայմանավորվածությունները, այդ պայմանավորվածությունը արկա են, ավելին, արդեն թիվը կարող է սխալվեմ, ավելին, երբ որ բան արվեց, տեղեկատվություն տարածվեց, որ որոշակի թիվ, մեծ թիվ վառելիք արդեն ԱՄՆ-ից հնդիկները առել են, գնել են։ Այսինքն ես կարծում եմ այդ պայմանավորվածությունը արկա եւ դա լրջագույն ռիսկեր է առաջացնում Ռուսաստանի համար, լրջագույն։ Մյուս քայլը Չինաստանն է, Չինաստանի հետ Թրամփը օրինակ ասում էր, որ իմաստ չունի բանի հետ, Սինձինպինի հետ հանդիպել, Հարավային Կորեայում լինելու գագաթաժողով, այս նույն Զելենսկու հետ
բանի հանդիպման ընթացքում հարցին պատասխանելով ասեց, հա, չէ, կհանդիպեմ, այսինքն դա հասկանալի է, որտեղ ասեց զարգացումներ կան։ Այսինքն Չինաստանի հետ էլ կապված Ռուսաստանի խնդիր կա։ Թրամփը Ռուսաստանին փակում է։ Միակ երկ ցույց տալով իրեն։ Եվ միակ երկ ցույց տալով իր միջոցով խաղաղության կամ զինադադարի առնվազն հաստատումը եւ ասելով, որ դու հարգելի Վլադիմիր, ինչքան էլ ես քեզ լավ վերաբերվեմ, ինչքան ես քեզ, չգիտեմ, սիրեմ կամ հարգեմ, չես թույլ չենք տալու, ես չեմ կարող դա անել եւ դա չի լինելու։ Դու Ուկրաինան չես գրավելու։ Ժամանակը երևի թե ցույց կտա եւ այս հանդիպումն էլ երևի ինչ որ հա դե բարձրացումներ այո կմտցնեն իրավիճակում եւ կտեսնենք այո Թրամփ եւ Պուտին հակամարտություն չեմ կարող ասել, հակամարտությունը Թրամփ-Պուտին, թե երկխոսությունը ինչով կավարտվի։ Տեսեք, հակամարտություն կամ երկխոսություն կամ նմանատիպ ձևաչափեր, ձևակերպումները դա հավասարների մեջ է լինում։ Այստեղ հավասարներ չկան։ Հավասարներ չկան, չէ։ Պուտինը շատ ավելի թույլ եւ ցածր կարգավիճակում է այսօր, քան թե ԱՄՆ-ն, Ռուսաստանը հայտվում, քան թե ԱՄՆ-ն եւ Թրամփը։ Դրա համար Թրամփը չվախեցավ Հունգարիան համաձայնվել Հունգարիայի։ Դա այլ եմ ասում, Հունգարիան դա այն երկիրն է, այստեղ մի ուրիշ բան էլ կա, որը շրջանառվում է, որը արդեն բան է, Պուտինի վախերի մասին է խոսքը եւ ես կարծեմ դա իրականում կա, որ բնականաբար ԱՄՆ-ում արդեն հանդիպում եղել էր, ալես կամ մյուս երկիրը որտեղ պետք է լիներ, եվրոպական երկիր են ընտրել, այն երկիրը ռուսական, հա, որ ոչ միայն ռուսական, որը երաշխավորել է արտաքին գործերի նախարարի մակարդակով, երաշխավորել է, որ Պուտինին Հունգարիայում չեն բռնի։ Հասկանալի։ Շնորհակալ եմ բարձաբանումների եւ ձեր մեկնաբանությունների համար, շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արա Հակոբյանն էր մեր զրուցակիցը, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, զրուցուվար Մերգարյանի Առաքելյանը, բարին ընձեզ։